ինչ առաքելություն ունենք մենք մեր գոյությամբ տիեզերքում։ Ինչպես ընկալել մեզ որպես այդ տիեզերքի մասնիկ։ Մենք տիեզերական նյութից ենք բաղկացած։ Հետևաբար տիեզերքը մեր մեջ է, մենք էլ տիեզերքում։ Եթե մենք բանական ենք եւ ճանաչում ենք տիեզերքը, ուրեմն տիեզերքն էլ մեր միջոցով ճանաչում է ինքն իրեն։ Ուրեմն տիեզերքն էլ է բանական։ Հետաքրությունը տիեզերքի հանդեպ ծագել է շատ հետաքրքիր ձևով կապված կոնկրետ գրքի հետ։ Գիտահանրամատչելի մի հեղինակ կար հայտնի, որը կանխատեսում էր, թե ինչպիսին են լինելու ընդհանրապես տիեզերքի նվաճումը տասնամյակներ անց, եւ դա ինձ գերեց։ Այդտեղ 50%-ով կար աստղագիտության մասին, 50%-ով տիեզերագնացության, ու այդպես էլ իմ հետաքրությունները բաշխվեցին։ Երբ պետք եղավ ընտրություն կատարել տիեզերագնացության ուղղությամբ խորանամ, մասնագիտանամ, թե մնամ Հայաստանում աստղագիտության ուղղությամբ, որտեղ Հայաստանում կար աստղագիտական դպրոց, բյուրական, ես ընտրեցի բյուրական, ուզեցի աստղագիտության մեջ խորանամ, իմ ներդրումն ունենամ այդ գիտության մեջ, ինձ հետաքրքիր էր։ Սկզբում իմ գործունեությունը տիեզերագիտության ուղղությամբ եղել է կրթական, այսինքն ես զգացել եմ ինչ թերություններ կա մանրակրթական դպրոցում, ստեղծագործական ազատության պակաս եւ փորձել եմ իմ ստեղծած արտադրոցական խմբակով այդ բացը լրացնել։ Եվ դա շատ էֆեկտիվ եղավ, այն մեթոդները, որ մշակվեցին եւ կիրառվեցին ու աճեցին մասնագետներ։ Մեծ հաջողություններ ունեցան սկզբում կրթության մեջ, հետո իրենց մասնագիտական ոլորտներում եւ առաջարկվեց ստեղծել Հայաց տիեզերագիտական ընկերությունը։ Հետո արդեն ստեղծվեցին եւս երկու կազմակերպություն՝ Հայաստանի հրթիռամոդելային ասոցիացիա եւ Բազուկ տիեզերական հետազոտությունների լաբորատորիա։ Հիմնադիրները ես եւ իմ նախկին աշակերտները, որոնք հիմա մասնագետներ են դարձել, մենք ստեղծեցինք միասին ու աշխատացրեցինք, այսինքն իրանք նաեւ դարձան օժանդակողը, հովանավորը, ջատագովը, խրախուսողը, ամեն ինչ։ Հայաստանում կարելի ասել կրթական արմատներն են ձևավորվում տիեզերական ոլորտի համար՝ օդագնացություն, ավիացիա, աստղագիտություն, տիեզերագնացություն։ Մի ամբողջ մշակված դասընթաց, որը հիմա նաև հեռարձակվում է եւ կարողանում են մասնակցել աշակերտները մարզերից, հեռավար եւ ինտերակտիվ։ Պարբերական փոփոխություններ են, անկայուն, բայց պարբերական։ Կազմակերպում ենք էքսկուրսիաներ Հայաստանի տարբեր գիտական կենտրոններ, յուրականի աստղադիտարան, այնտեղ դիտումներ են անում եւ մեր դիտակներով, եւ այնտեղի դիտակներով եւ իրենց աչքով տեսնում են այն ինչ որ տեսականորեն ուսումնասիրել էին, տեսնում ու սկսում են այդ ամեն ինչը ռեալ պատկերացնել, հասկանալ։ 9 հրթիռային մոդելիզմ, տարբեր թռչողապարատներ սարքում, փորձարկում ենք։ Այս ամեն ինչը իրենց դարձնում է իսկապես ստեղծող, խնդիր դնող եւ խնդիր լուծող անհատներ։ Բազումքը ստեղծվեց որպես տիեզերական հետազոտություններ կատարող լաբորատորիա, որպես շահույթ չհետապնդող հիմնադրամ։ Սկզբից լինում են հետազոտություններ, հետո լինում են նորարարական մտքեր, որոնք կարող են վերածվել կոմերցիոն պրոդուկտի, կարող են ստեղծվել ստարտափեր, որոնք իրենց տեղը կգտնեն տիեզերական շուկայում։ Քանի որ Հայաստանում Մարսի անալոգային առաքելություն նախաձեռնվեց ավստրիական տիեզերական ֆորումի եւ հայկական տիեզերական ֆորումի կողմից, մեր կողմից առաջադրվեց էքսպերիմենտ, փորձարկել քամու տուրբին, որը կարող է հոսանք գեներացնել, որի կառուցվածքում կա նորարարական ինչ-որ լուծում, որը դարձնում է նրան ավելի արդյունավետ, ավելի թույլ քամու դեպքում աշխատող, եւ եթե դա իսկապես արդյունավետ լինի, կարելի է տեղադրել Մարսի վրա տարբեր տեղերում
Հենց բազումքում ստեղծեցինք մեր նախագծած տուրբինը, տարանք այդ հենակայանը Արմաշ գյուղի մոտ, դրեցինք Սարի գլխին, փորձարկեցինք, աշխատացրեցինք, ոնց նախատեսում ենք աշխատեց։ Հիմա դրել ենք հենց բազումքի բակում եւ շարունակում ենք էքսպերիմենտները։ Եվ կրթությանը եւ գիտական նպատակներով ծառայող մի բան ստացվեց։ Բազումքը միջև տիեզերք դուրս գալը սկզբից թակեց տիեզերքի դռները, մեզ պետք էր քայլ առ քայլ գնալ առաջ եւ փաստորեն ստեղծեցինք մի փոքր արբանյականման սարքավորում, որը կարող ենք դնել համապատասխան արկղի մեջ, կապել օդորիթաբանական օդապարիկից եւ բաց թողնել վերև մթնոլորտ։ Եվ մեր նպատակն էր հասնել 30 կիլոմետրի, որպեսզի տվիչները այդ ամբողջ ճանապարհին գրանցեն մթնոլորտային պայմանները, շարժման դինամիկ պարամետրերը եւ նաեւ նկարահանեն։ Եվ նկարում էինք Հայաստանը առաջին անգամ նման բարձրություններից։ Դա հաջողվեց։ Չնայած շատ բարդ էր, որտեղ քամիները հասցնում էին երկրի սահմաններից դուրս հանել, բայց կարողացանք լուծել այդ տեխնիկական խնդիրները, որ արագ բարձրանա, արագ իջնի պարաշուտով եւ մենք վերցնենք տեսանյութերն ու տվյալները։ Մենք ի սկզբանե նպատակ ունեինք երկրի առաջին հայրենական արբանյակը ստեղծենք։ Պարզվեց, որ այդ երազանքը ոչ միայն մենք ունենք, այլև մարդիկ, որոնք աշխատում էին գիտական նորարարության եւ կրթության կենտրոնում, եւ տեսնելով, որ համախոհներ ենք այդ հարցում, կազմեցինք թիմ, անվանեցինք Հայասատ թիմ, հավասարապես ներդնելով մեր ֆինանսական, մասնագիտական ռեսուրսները, հարթեցինք բոլոր ճանապարհները ու հասցրինք նրան, որ Հայաստանում ստեղծված առաջին արբանյակը արձակվեց տիեզերք։ Երկու նմուշ ունեինք արբանյակի, երկրային եւ թռիչքային։ Երկրային նմուշը մեզ օգնեց յուրացնել ամեն ինչ, ինչ որ պետք է անենք թռիչքային նմուշի հետ։ Մեր մոտ լաբորատորիա ստեղծեցինք եւ արեցինք, որից հետո թռիչքային նմուշը արդեն պատրաստեցինք Ալիխանյանի անվան ֆիզիկայի ինստիտուտի մաքուր սենյակում, ուղարկվեց Նիդերլանդներ վիբրացիոն փորձարկումների, ստանալով սերտիֆիկատը արդեն ուղարկվեց ԱՄՆ Վանդենբերգի ավիաբազայից 23 թվականի դեկտեմբերի 1-ին Falcon 9 հրթիռով ուղարկվեց տիեզերք։ Մենք ստեղծեցինք հենց բազումքում սեփական վերգետնյա կապի կայանքը արբանյակի հետ։ Ազդանշանները ընդունում ենք, կատարվում է ապակոդավորում ինֆորմացիայի, հրամաններ ուղարկվեցին, ռեժիմներ փոխվեցին, տարբեր ռեժիմներ աշխատանքի, մասնավորապես մեղեդին, որ տեղադրել ենք իր մեջ, կաքավիկի մեղեդին, ինչ որ մի պահից ինքը սկսեց նաև դա առաքել։ Դա իր համակարգերով, իր գործառույթներով մեծ արբանյակներին շատ բանով նման է։ Մենք օբյեկտիվորեն դա անվանում ենք տեխնիկական դեմոնստրացիա։ Այն ինչ որ արեցինք եւ սովորեցինք դրա հիման վրա։ Հիմա մենք կարող ենք անել ավելի թանկ պրոյեկտ, ավելի մեծ արբանյակ, որը ավելի բարդ ֆունկցիոնալություն ունի եւ յուրացնենք այն տեխնոլոգիաները, որոնք որ փոքրով չէինք կարող անել։ Եվս 1-2 այդպիսի թռիչք ու արդեն կկարողանանք այնպիսի խնդիրներ լուծել, որը անհրաժեշտ են մեր երկրին, մեր երկրի տնտեսությանը, անվտանգությանը։ Հիմա բազումքը զբաղվում է նաև տիեզերական աղբի թեմայով, հետազոտական աշխատանք է կատարվում, որպեսզի հասկանանք, թե ինչ նորարարական լուծումներով կարելի է հեշտացնել այն տեխնոլոգիաները, որոնք կոչված են այդ աղբի խնդիրը մեղմացնելու, որ ավելի քիչ աղբ կուտակվի կամ էլ եղածը մաքրվի երկրաշուրջ ցածր ուղեծրերից։ Այս ուղղությամբ արժի, որ մեր հայկական միտքը եւս աշխատի, տա իր պտուղները եւ տեղ կընտրի ելի տիեզերական շուկայում, տիեզերական գործունեության ոլորտում։
Ես գնալով ավելի ու ավելի հաճախ եմ շեշտում հակադոգմատիզմի անհրաժեշտությունը, որտեղ երբ որ մենք նայում ենք դասընթացները, դասագրքերը, տեսնում ենք, որ շատ բաներ տրվում են որպես տեղեկություն, ընդհանրապես։ Իսկ թե ինչու է այդպես, դա մնում է ստվերում, այդքան չի կարևորվում, հատկապես դպրոցական տարիքում պետք է անպայման մղել նրան, որ ինքը հասկանա մինչև խորքերը։ Իսկ մղելու հիմնական ճիշտ մեթոդը հետաքրությունն է։ Այն ինչ որ պետք է կրթության մեջ կարելի է սկիզբ տալ հենց հետաքրությունից։ Ես ամեն նոր սերունդ հավաքելուց, նոր կրթաշրջան բացելուց նոր խմբին ասում եմ, երբեք մի թերագնահատեք այն, ինչի կարող եք հասնել, բայց եւ երբեք մի գերագնահատեք այն, ինչին արդեն հասել եք։ Տալով այդ ստեղծագործական ազատությունը, որ իրանք հանգիստ իրանց մտքերը, վարկածները դասի ընթացքում առաջադրեն, ու դնելով իրանց առաջ խնդիրներ, հաճախ ոնց որ ասած հարուցվում է մտագրող իրենց կողմից։ Մեկը մյուսին առարկում, մյուսը նոր գաղափար է առաջադրում, մեկը մյուսի ասածի հիման վրա կատարելագործում է եւ այլն, ու հաճախ գալիս են այնպիսի վարկածների, որ ժամանակին մեծ գիտնականներն են արել։ Ու ես կատակով ասում եմ, այսօր դու եղար մեր օրվա Գալիլեյը կամ անցար նույնիսկ Գալիլեյից, հա, կամ անում են մի գյուտ, որը իմ դրած խնդիրը արդեն պահանջում էր այդ գյուտը անել, բայց ես չեմ ասել լուծումը։ Ու իրանք տեղում դասի ընթացքում այդ գյուտը անում են։ Դա ինձ համար կարելի ասել բերկրանքի գագաթնակետն է, որովհետև միտք աշխատեց, մտքի թռիչք եղավ։ Եվ դա դառնալու է նրանց մոտ բնավորություն։ Նրանք կարողանում են դա անել։ Ու երբ որ կարողանում են, հավատով են լսվում, որ դա բարդ բան չի, ու սկսում են գրոհել ավելի ու ավելի բարդ խնդիրներ։ Փաստորեն հենց Այասի դպրոցն անցած մարդիկ էլ կազմեցին բազումքի աշխատանքային կորիզը։ Այսօրվա հաջողություններին հասնելու համար հարկավոր էր 35 տարի։ Այդքան տարի առաջ լծվել գործի ու համառորեն անդադար առաջ տանել ի հեճուկս բոլոր խոչընդոտների, Հայաստանի համար դժվար իրավիճակների, առանց սպասելու ավելի լավ ու նպաստավոր ժամանակներին։ Բարձր տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանի համար պարզապես հրամայական է։ Իսկ դրանցից ամենաբարդն ու միջոլորտային ուղղությունը հենց տիեզերականն է։ Եվ դա կարող է լինել ամենից արդյունավետ լոկոմոտիվ այդ գործում։ Հիմա բազումքը նաև իր ներդրումն է բերում բուհական համակարգում ավիատիեզերական ճարտարագիտության դասընթացների ներդրման ու անցկացման գործում։ Անհրաժեշտ է ստեղծել ամբողջական շղթա դպրոցից մինչև աշխատատեղ։ Ուստի Այասի դափնոցն այժմ էլ գործում է, որպեսզի ունենանք արժանի հերթափող Հայաստանի տիեզերական եւ ընդհանրապես գիտատեխնիկական ապագայի համար։